Երբ կմտածենք Հայաստանի, Արցախի եւ հայկական շահերու թեմ մղված միջազգային քաղաքական պայքարին մասին, Ապոլոյի գործը առանձնահատուկ կարևորություն կստանա եւ կուզեմ բացատրել թե ինչու։ Ադրբեջան եւ Թուրքիա եւ իրենց զորագիցները ամեն տարի միլիոններ կվճարեն Վաշինգտոնի մեջ քարոզչական ընկերություններու, այսպես կոչված լոբիիստներու, որոնք կաշխատին հայտարարի հանձնախումբի եւ ամերիկահայ քաղուտի թեմ, խափանելու մեր աշխատանքները ի նպաստ Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության, Ադրբեջանի հաշվետվության եւ Արցախի հայերուն արդարության։ Այս ընկերությունները գրանցված են ըստ օրենքի Ամերիկայի արդարադատության նախարարության մոտ։ Ընդհանրապես մենք գիտենք թե ովքեր են, կհետևին կանոնց, կպայքարին կանոնց թեմ բաց դաշտի վրա ամեն օր։ Բայց Ապոլոյի գործը մեզի կբացահայտե մեկ այլ իրականություն։ Այն բոլոր գրանցված չանքերուն յետև, վարակույրիմը յետև, գաթակուն, քախնի եւ հավանաբար ամերիկյան օրենքները խախտող մեկ ամբողջ ուրիշ աշխարհ, որ գաշխատի մեր թեմ, հերու ամերիկյան կառավարության եւ հասարակության հսկողութեն է։ Ապոլոյի բացահայտած նամակը այդ վարակույրը կփանա եւ լուսարձակի տակ կտնե իրենց քախնի հագահայկական աշխատանքները։ Նախ բացատրեմ թե ճիշտ ինչ պատահեցավ։ Մարտ 2-ին Լոնդոնի մեջ հաստատված Apollo Strategic Communications քարոզչական ընկերությունը էլեկտրոնային նամակ մղրգեց ամերիկյան լրատվամիջոցներու խմբակիրներուն։ Նպատակը հստակ էր՝ հրավիրել ամերիկացի լրագրողներ, որ հոդվածներ գրեն Ամերիկայի հայտարարի հանձնախումբին թեմ, ներկայացնելով մեր հայանպաստ աշխատանքները որպես հակաամերիկյան գործունեություն։ Նամակը ստորագրած էր Ապոլոյի աշխատակիչ Դանիել Բլեյք Մարտինը։ Ստացած լրատվամիջոցներեն մի քանին նամակը բացահայտեցին մեր գրասենյակին եւ այսպեսով Ապոլոն իր սուդերուն զոհը դարձավ։ Հիմա ով է Ապոլոն եւ ինչու այս քայլերուն դիմեց։ Ըստ ընկերության նվյալներուն Ապոլոյի մայր ընկերությունը RSK Group-ը ունի Ադրբեջանի մեջ հաստատված այսպես կոչված քույր ընկերությունը Azerbaijan Environment and Technology Center, որ Կասպից ծովի շրջանին մեջ լայնածավալ գործունեություն կտանի։ Ադրբեջանի հետ ունեցած այս խոր գաբերը կբացատրեն թե ինչու Ապոլոն պատրաստ էր հայտարարի հանձնախումբի թեմ քախնի արշավը մղելու։ Ապոլոն ինքը 2009-ին ի վեր մի քանի անգամ անուն փոխած է։ Red Public Relations Limited, ապա Apollo Public Relations Limited եւ հիմա Apollo Strategic Communications։ Բայց ավելի մտահոգիչն այն է, որ ամերիկյան լրատվամիջոցներու հետ այս քաղաքական աշխատանքները դանելու համար Ամերիկայի արդարադատության նախարարության մոտ Foreign Agent Registration Act-ի կամ FARA-ի դոմարներուն մեջ պետք է գրանցվեր։ Եվ փաստորեն չէ գրանցված։ Սա հավանաբար ամերիկյան օրենքի խախտում է։ Բացահայտում են յետք Ապոլոն փագեց իր X-ի էջը, իր գայքեչեն չնչեց բացահայտված նամակի հեղինակ Բլեյք Մարտինի անունը եւ մինչ օրս կմերժի պատասխանել մամուլի հարցումներուն։ Ուրեմն ունենք ճգնաժամային հարցեր լուծող մասնակցած ընկերությունը, որ չէ կարողացած կառավարել իր իսկ սեփական ճգնաժամային հարցերը։ Բայց վերադառնանք Ապոլոյի կողմէ ուղարկված նամակին, ուր 4 անուններ ներկայացված են, անձեր, որ ըստ Ապոլոյին պատրաստ են քախնիորեն ամերիկացի լրագրողներու հետ խոսելու հայտարարի հանձնախումբի թեմ։ Առաջինը անանուն մեկն է, որ կաշխատի Ամերիկայի կոնգրեսի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովին մոտ։ Եթե այս անձը արտասահմանյան ընկերության կողմէ վճարված է, մինչ կոնգրեսական պաշտոն կվարե, ադիգա խիստ մտահոգիչ է, հավանաբար օրենքի խախտում է եւ անհրաժեշտ է քննության ենթարկել։ Մնացած 3-ը հայեր են։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Մարիա Ղարաբեդյանը, պատմապան Նժդե Հովսեփյանը եւ Թուրքիո ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ Քարնեգի հիմնարկի հետազոտող Գարո Փայլանը, որ ադրբեջանամետ ընկերությունը հայեր փորձ է օգտագործել իբրև խոսնակ հայտարարի հանձնախումբի թեմ ուղղված իրենց անպաստանությունները արդարացնելու, սա նոր երևույթ է եւ խիստ մտահոգիչ։ Բայց Ղարաբեդյանի եւ Փայլանի ընդրությունը զարմանալի չէ։
Ղարաբեդյանը 2023-ին Հայաստանի ազգային ժողովի մեջ ելույթ ունեցավ, ուր հայտարարի հանձնախումբի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը քննադատեց։ Փայլան փետրվարին հոդված մկրեց, ուր Արցախը ներկայացուց որպես փակ հարց, չպահանջեց Ադրբեջանեն հաշվետվություն Արցախի ցեղասպանական բռնակախտին համար եւ չպաշտպանեց Արցախահայության միջազգային օրենքի համաձայն վերադարձի իրավունքը։ Ուրեմն հասկանալի է, թե ինչու Ապոլոյի նման ընկերությունը այս անձերը ընտրեց։ Բայց եւ հանդերձ Ղարաբեդյանը, Հովսեփյանը եւ Փայլանը երեքն ալ հրաբարագորեն հայտնեցին, որ Ապոլոն իրենց չէ մոտեցած։ Դեղին է եւ իրականության մեջ անհրաժեշտ է, որ իրենք Ապոլոյեն հստակ պատասխաններ պահանջեն, թե ինչու իրենց անունները օգտագործվեցան։ Ով բադվիրեց Ապոլոյին, որ Ղարաբեդյանը, Հովսեփյանը եւ Փայլանը որպես խոսնակ օգտագործե իրենց խարդախ աշխատանքները հարաճացնելու համար։ Եվ եթե Ապոլոն չպատասխանե, անհրաժեշտության բարակային իրավական քայլեր ձեռք առնեն։ Հայտարարի հանձնախումբն ալ Ապոլոյեն 4 հարցերու պատասխանը կպահանջե։ Ով վճարեց Ապոլոյին եւ որքան։ Ինչու ամերիկյան արտարադատության նախարարության հետ համաձայն գրանցված չեն։ Ինչպես եւ ինչու այս 4 անձերը ներգրավվեցան այս քաղտնի արշավին մեջ։ Եվ ինչ կապեր ունի RSK Group-ը Ադրբեջանի կառավարության եւ Ալիևներու ընտանիքին հետ։ Մինչ այդ Ապոլոյի կողմէ ուղարկված նամակը կնշե Հայաստանի հունիսի խորհրդարանական ընտրությունները։ Սա պատահական չէ։ Ադրբեջանամետ ուժեր չեն բավարարվիր միայն Վաշինգտոնի մեջ հայտարարի հանձնախումբի թեմ աշխատելով, անոնք կփորձեն միջամտել Հայաստանի ներքին քաղաքական կյանքին մեջ եւ աստել հայ ժողովրդի ընտրության վրա։ Այսինքն, սա միայն հայտարարի թեմ ուղղված քարոզչություն չէ, սա Հայաստանի ժողովրդավարության թեմ ուղղված Հայաստանի ընտրություններու միջամտություն է եւ ընկերության մգողմ է, որ հստակ ադրբեջանական գաբեր ունի։ Նայեցեք, հայտարարի հանձնախումբը վաղուց գիտե, որ Ադրբեջան եւ Թուրքիա եւ իրենց զորագիցները ամեն միջոցի գտիմեն մեր աշխատանքները խափանելու համար։ Բայց Ապոլոյի կորձը եւ շաբաթներ առաջ բացահայտված Դավութօղլուի խոստովանությունը երկուքն ալ կհաստատեն մեկ կարևոր ճշմարտություն։ Անփոլոր գրանցված դեսանելի չանկերուն յետև, վարակույրին յետև, գա ավելի մեծ, ավելի մութ եւ ավելի վտանգավոր աշխարհը, որ կաշխատի հայ ազգին թեմ։ Դավութօղլու ինքն իր փերանով խոստովանեցավ, որ 2015-ի հայոց ցեղասպանության 100-ամյակին առաջ Էփստինի ցանցին միջոցով ամերիկացի միլիարդեր Պրիցկերը հավաքակրած էր ցեղասպանության ճանաչումը արգելելու համար։ Ապոլոյի կորձը նույն վարակույրին յետևն է։ Ասոնք երկու առանցին թեփքեր չեն, եւ մենք վստահ ենք, որ կան դասնյակ, գուցե հարյուրավոր նման իրողություններ, որոնք դեռ չեն բացահայտված։ Հայտարարի հանձնախումբը մեր ղարքին պիտի շարունակենք ամեն առիթ օգտագործել այս գեղձիկներով լի խավար աշխարհը լուսաբանելու եւ մեր ժողովրդին տեղյակ պահելու։